Նորմալ է, որ Փաշինյանը Արցախը համարել է Ադրբեջանի մաս նրա համար, որ Պուտինն էլ է նույն բանն արել։ Ինքը իր ազգի շահերն է պաշտպանում։ Իր ազգի շահերը։ Նիկոլ Փաշինյան Վովայևիչ։ Հələ մեկ նայեք, ինքը ինչ ազգի է պատկանում։ Ինքը այդ ազգի հետ, հայ ազգի հետ կապ չունեցող մարդ է։ Պաշտպանում է օտար ազգի շահերը, այսինքն իր համար օտար չունի, իր հարազատ երկրի շահերն է պաշտպանում, ոչ թե Հայաստանի։ Նորմալ չէ։ Զզվելի ոնքում անունը տալ։ Նորմալ չէ, вообще։ Տեսնել չենք ուզում։ Մեր վարչապետը չի։ Չէ։ Չէ, նորմալ չէ, ինքը անասուն է, ոչ հաջողություն։ Հարգելիներս, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դե Պուտինի հայտարարությունից հետո հաստատվել է, որ իրոք Արցախը Ադրբեջանի մաս է, ու այդ միշտ էլ տենց ա եղել, ուղղակի մենք չենք իմացել։ Ոչ, Նիկոլը ոնց կարա տենց բան ասել, որ 18 թվին հրապարակում գոռում էր, որպեսզի ժողովրդի սերն ու հարգանքը վայելեր, սաղին յանի համախմբում էր, որ ինքնավոր կա, ու ինքը հետագայում Արցախը ճանաչեց Թուրքիայի բան Ադրբեջանի կազմի մեջ։ Ինքը ասում է դրան նրա համար է արել, որտեղ Պուտինն էլ է այդպես արել։ Պուտինը կաներ, բա ինքը մեր վարչապետն էր, ինչու էր լսում Պուտինին։ Պուտինը չի արել, հենց ինքն է արել։ Նախնիներին էր ասում, բա նախնիներին թողած հիմա Պուտինի վրա է գցում։ Ինքը իր արդարանալու համար ամեն ինչի ընդունակ, ինքը կեղտ է, ճիշտ ասած ալերգիա ունեմ իր անունը, որ լսում եմ, զզվում եմ, խնդրում եմ, շատ են մոտեկանում, քանի որ ես իրանից ունեմ ալերգիա, չեմ ուզում իր մասին խոսամ։ Եղավ Ազիզ ջան, ու ես երբ ինքը գնա, մենք կփրկվենք պարզապես, մեր հայ ազգը կփրկվի։ Ես ներողություն եմ խնդրում։ Ոչ նորմալ չի։ Բայց լավ կլինի, եկեք լավատեսորեն նայենք ամեն ինչին։ Ինձ այդ Փաշինյանն անտասիկ իմ սիրտը խառնում է, ազնիվ խոսք եմ ասում։ Ես դրա տիպը տեսնել չեմ ուզում։ Այս ժողովուրդը պետքա քնից զարթնի։ Այդ խեղկատակին, սենց ձերքից ճարունից դրանք սպանեի։ Լուրջ եմ ասում։ Մեկ ասում եմ, ես տարիքով մեծ եմ, գնամ, կորցնելու ոչինչ չունեմ, այդքան զզվում ու ատում եմ դրան։ Էլ ինչ ասեմ, նա փաստորեն փողով, ես այդ լրիվ տվյալներն ունեմ, թե նա ոնց փողով Արցախը ծախեց։ Եվ այդ փողը հիմա իր կինը տարավ։ Ինչպես է ծախել Արցախը։ Ինչ։ Ինչպես է ծախել Արցախը։ Շատ բարձ, ալիև այդ պայմանավորվել են, փողը տվել է, մեր զորքին բերել է դուրս, ասել է հենց ստեղ էլ կանգնեք, մենք Արցախում կռվող մարտիկներ ունենք, որոնք զոհվեցին, մեկը կա, որը Վաշտի հրամանատար էր, ասում եմ զորով մեզ ստիպեցին կանգնել, ինքը արդեն իր այդ հարցերը բոլորը լուծել է շատ վաղուց, ոչ թե հենց այդ պատերազմի ժամանակ, ինքը այդ պատերազմի մասին էլ գիտեր, ամեն ինչ գիտեր, նա փողով վաճառեց, վերջացավ գնաց, հենց որ դրա անունը ընդհանրապես պետքա ջնջել հայոց պատմությունից, դա մարդ չի, դա անասուն է։ Նորմալ չի։ Չգիտեմ ինչ պատասխանեմ, չգիտեմ, Իհարկե նորմալ չի, Պուտինի ասածը կրկնելը նորմալ է, իհարկե ոչ, պետք չի ուրիշի ասածները թութակի նման կրկնել, բայց որ ինքը եթե շարունակի նախկին իշխանության նման մարդկանց բնակարանից դուրս շպրտի պետական կարիքների համար, լուծարկել սեփականության իրավունքը տալ վարչական վտարում, մարդկանց իրենց սեփական տներից փողոց շպրտի, ոնց որ Քոչարյանն ու Սերժնարին, Լևոնն էլ որ ավանդներ առավ ու թռավ մարդը։ Եթե դրանց արածը կրկնի, ինքը վարչապետ չի մնա, հաստատ չի մնա։ Ուրեմն պետք է մի բան մտածի Փաշինյանը, եթե ուզում է, որ ինքը նորից վեր ընտրվի, պետք է հանի այդ պետական կարիքների զոհեր դարձած ժողովրդի ցավը կիսի։ Չի կարելի, չէ, մարդուն տնից փողոց շպրտել պետության, որ պետության կարիքների համար, որ մենք չենք հասկանում,
մեզի թողեն փողոցում, մեր տունը տեղ ապրուստ խլեն մեր ձեռից, թողեն փողոցում, էդի պետության կարիքներ է կոչվում, իհարկե ոչ, ոչ, էդի անձնական կարիքներ է, որ իրանք նստեն մեր վզին մեզնով հարստանան, մեզ սարքեն բոմժ ու գաղթական, պետք չի, որ Փաշինյանը կրկնի նախկին իշխանությունների արարքները, պետք չի, խնդրում եմ փոխանցեք պարոն Փաշինյանին, ես հիմա ապրում եմ Բյուզան փողոց 105 տանը, իմ տունը հյուսիսային պողոտայել է եղել, ինձ պետական կարիքների համար լուծարկել են սեփականության իրավունքը, երեխեքիս հետ միասին տունը բլել են վրեքներս ու թաղել փողոցում, հիմա այս տունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր տվել է, որ ապրեմ երեխեքիս հետ, որ իմ տան հարցը մինչև լուծվի, բայց չեն սեփականացրել, սեփական չի, օգտագործող են, հիմա էլ եմ տե ապրում, հիմա էլ եմ երեխեքիս հետ տե ապրում, իսկ հիմա ինչ են նարի, ամբողջ տարածքը ծախել են ադրբեջանցու վրա 17 թվին, 16 թվին, տվել են ադրբեջանցին եկել է հայկական անձնագիր հանել, կեղծ սեփականության վկայականը առել նախկին իշխանության ժամանակով ու լուր նստել է մինչև եկել է այս օրերը, հիմա եկի ասում է ես եմ սեփականատերը, պետք է սաղիդ գցեմ դուրս։ Ադրբեջանն էր պակաս, որ հայերին Հայաստանից աքսորի։ Դրա համար Ալիևն ասում է, որ Երևանը Ադրբեջանն է, հյուսիսային Ադրբեջանը։ Այ դրա համար ասում։ Պետք է պատասխան տա բոլորին։ Փաշինյանը խոստացավ, որ նախկին հանցագործներին կբռնի, կդատի, կվեկալի ժողովրդի կողոպուտն ու թալանը հետ կվերադարձնի, բայց չարեց։ Չարեց մարդը, որովհետև վախենում է Քոչարյանից, Սերժից, Լևոնից, վախում է։ Եթե վախենում է, իր մեջ վախ կա, ինքը վարչապետ չի լինի։ Վերջ։ Չգիտեմ, ես այդ գիտեմ, որ մի 10 օր առաջ ինձ ստեղ երևի դուք եք, չգիտեմ, ես ասացի, որ ոչ, ով որ ասում է գլուխը պատին է տալիս, էլի եմ կրկնում, գիտեք ինչ, ոչ այս կողմն է իսամ, ոչ էլ խոսքը մեր Հայաստանի մասին է, ոչ էլ մյուս կողմն է իսամ, որտեղ չեն կարողանում գան ընդհանուր եզրակացության, որոշ բաներ կա լեզուս չի ֆռում ասեմ, գիտեք դա ինչն է, դա այն է, որ երեք, այն չի, որ Փաշինյանը իմ հորոխբոր տղեն է, կամ էլ ինքը իմ քավորն է, ոչ, բայց երեք ինքը արժանապատիվ էր խոսում, ես ուրախ կլնեմ, որ ինքը այդ ձևի խոսա այն մյուս շների հետ, որ մեկը Էրդողան է, մյուսը Ալիև, ոչ ով որ այ որ այդ ձևի խոսար, կարող է ուրիշ ձև լինել, իսկ ինչ վերաբերում է ձեր ասած բանին հին պատմություն է էլի, մեր Արցախի մասին է խոսք, ես էլ եմ ասեմ, ոչ մի հայ իրավունք չունի իրան հայ համարի, որ կարծում է Արցախը տվել ենք այս շունշանգյալին, ոչ, դա մեր պապական հողերն է, ոչ թե հարյուրավոր այն տասնյակ դարեր էդի հայերն են ընդե, իսկ եթե հանգարց մնա իրանց, անգամ Աստված կանիցի իրանց, անգամ եւ որտեւ դա մերն է, հարյուրավոր հազար հայեր թողեցին ու կեսը Ռուսաստանի փողոցները, ինչ կա, իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, համբերեք, թողեք մեր կամիսը լասնի, թողեք մեր կամիսը լասնի, չնայած ես լավ բան չեմ տեսնում, ես չեմ տեսնում, այդ խոսալը ոչինչ, որ ցույց տվեցին, իսկ ինչ են խոսացել ճաշի ժամանակ, ոչ ոք չգիտի, այդ վաղտ գիտեք ինչ, վաղը մյուսօր հմի թու գազը, որ թեկուզ մի 50-100 $, էլ թանկացնի, որ ինքը բերան շեշտեց, էլի, յանիմ խելոք մնացեք, բայց, էդի, էնի խոմը Փաշինյանին չէր
շեշտում, ասում, «Նիետ, չէ, ինքը մեզ է, ժողովուրդն էր ասում, նայեք ինչ է կանում, թե չէ գազը կլինի այսքան»։ Իսկ ժողովուրդը Փաշինյանը չի բացառվում, որ անպայման ընտրվի, բայց նա չի վայելի։ Այդ ընտրությունը նա չի վայելի, որտեղ ժողովուրդը վերջով խելքի է ուզում գա, որ նա պետք չի մեզի։ Ես չեմ ասում, այս մարդն է պետք կամ էլ եմ մարդը, բայց ինքը նախ պետք չի մեզի։ Ինքը պետք չի։